Տերորդի սիրելի հերոստատիտողներ, ողջունում եմ, այսօր մենք մեր հովական զրույց հաղորդաշարում կզրուցենք աշխարհի վերջի մասին, մեդիևի թեմայի մասին, կամ վաղճանաբանության, կամ էսխատոլոգիա։ Իմ սիրելի ընկեր Հովիվ Արարատ Պողոսյան, Փարոզ եկեղեցու ավակովի հետ Տերորդի Արադ եղբայր ջան։ Շատ շնորհակալ եմ Արտուր ջան հրավերի համար։ Հուսով եմ հետաքրքիր ժամանակ անցկացնենք եւ կփորձենք մեր կարծիքներով կիսվել մեր սիրելի հանդիսատեսի հետ։ Մի քիչ բան թեմա է, ասենք sense ապագայի հետ կապված, որոշ տեղեր անհասկանալի, բայց փորձենք զրուցել ավելի բարձրաբանելու համար։ Առաջի հարցը ես կուզեի տալ, այ ինչի է հավատացյալին հետաքրքիր այդ կոնկրետ որորն է տալինելու։ Որը ինչի է հետաքրքիր է։ Արտուր ջան, ես կարծում եմ ոչ միայն հավատացյալին, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու բնորոշ է ապագան իմանալ։ Տես մենք օրինակ ունենք անցյալ, որից տեղյակ ենք, ունենք ներկա, որով անցնում ենք, բայց հետաքրքիր կերպով Աստված կարծես թե ապագան մեզանից ծածկել է։ Եվ եթե ապագայի մասին որևէ տեղեկություն ունենում ենք, սա հավասարազոր է մարգարեության։ Անգամ Տեր Հիսուսի աշակերտները մինչև նրա համբարձումը, անգամ նրանք էլ հարցնում են Հիսուսին, ասում էին, ինչ նշաններ են հաջորդելու քո գալուստից առաջ։ Նրանց էլ են հետաքրքրում, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու, մասնավորապես մեր ժամանակներում Արտուր ջան, եթե նկատել ես անգամ աշխարհիկ մարդիկ, կլինեն դերասաններ, մասնավորապես ովքեր կարող են մեծ գումարներ տալ էքստրասենսների, կախարդների, վհուկների, կան երկրներ, որտեղ բոլորին հետաքրքրում է աշխարհի վերջը, անկախ նրանից իրանց համար լավ կվերջանա, լավ վերջա թե ինչ են սպասում, ասենք իրանց համար փառավոր ապագա է սպասում, թե չէ, ընդհակառակը ոմանց համար դատաստան է սպասում, բայց չգիտես ինչու հետաքրքիր է մարդկանց, եւ մարդիկ պատրաստ են ամեն ինչ անել, մեծ գումարներ ծախսել, միայն թե իմանան թե ապագայում ինչ է իրեն սպասում։ Կարծում եմ սա բնորոշ է։ Սա մարդկային է, մարդը ուզում է միշտ իմանա իր ապագան։ Այո, երբեմն այդ ապագան շատ վտանգավոր է իմանալ եւ ցանկալի չի իմանալ։ Օրինակ ես չէի կամենա, եթե Տերը ինձ ասեր կուզես իմանաս որն ես մեռնելու։ Ասած ապագայի խնդիր է, գիտեմ որ մի օր մեռնելու եմ, հարցը այդ չի, բայց կան բաներ, որ որևէ մարդ չի կամենա ոչ օր իմանա, ոչ ժամ իմանա, ոչ էլ թիվ իմանա։ Կամ նա դժբախ պատահար իմանալ երբ արինելու, Աստված ոչ անի։ Ասե, թե մարդը փափագում է ապագան իմանալ, այդ տենչով տոգորված է, բայց կարծում եմ կան բաներ, որ լավա չիմանա։ Անկամ մարդ երբ որ գնում է բժշկի, ավելի ճիշտ ասած, երբ որ չի գնում բժշկի, շատը չի գնում նրա համար, որ չիմանա թե իրան ինչ է սպասում, կամ չիմանա, որ ինքը վատ հիվանդություն է։ Ասենք մի կողմից մարդը ուզում է իմանա ապագան, բայց մի կողմից էլ այդքան էլ լավ չի զգա, եթե կոնկրետ բաների որ։ Կարծում եմ Արտուր ջան, սա բնորոշ է բոլոր մարդկանց, կապ չունի հավատացյալ թե անհավատ։ Ամեն դեպս սա է։ Պարադոքսալ է, բայց այդպես է։ Ունենք ինչ որ ունենք։ Այո։ Իսկ սես մի հատ հարց, օրինակ ինչի ավետարանում մենք չենք կարդում կոնկրետ օրը։ Երևի ես դրա համար մենք հարցի պատասխանը տվեցինք միգուցե։ Որ կոնկրետ օրը չի գրած։ Կարծում եմ Աստված չի կամեցել, որպեսզի մենք կոնկրետ օրը իմանանք ժամը, գուցե սա նաև մարդուն կյանքը, երբ որ ես իմանամ որ օրն է գալու Տեր, օրինակ համար պատկերացեք Տեր ասել է այսինչ օրը այսինչ թվին գալու է։ Ասենք մի 3 ամսից գալու է։ Ես կարծում եմ մարդը գուցե իր կյանքը թողնի ինքնահոսի այն հույսով, որ ժամանակ շատ կա եւ երբ որ կմնա մի քանի ամիս օրինակի համար կպատրաստվեմ եւ կփրկվեմ բայց որովհետեւ առակի մեջ հայտնի ասում է եւ ծառան չգիտի որ օրնա գալու Տերը հետեւաբար նա իրեն պահում է պատշաճ հակած կամ պետք է պահի պատշաճ պետք է պահի զսպաշապիկը հակած ուշադրությամբ պիտի իր պարտականությունները պատշաճ կատարի կարծում եմ սա նորմալ է մենք վերադառնանք էլ դրան համեցեք բայց լավ Աստված չի ասել որ օրն է ամենայն դեպս մենք Աստվածաշնչում ոչ միտեղ չենք կարդում ընդհակառակը դեռ Հիսուսն էլ ասում է ոչ մեկ չգիտի Ոլուշան չգիտի բայց ինչի է այդքան անգամներ խաբվում Աստծո ժողովուրդը կամ որոշ մարդիկ հավատացյալների որ հավատում են ինչ որ մեկն ասեց այսօրն է վերջը տներ են ծախում են անում Այս դեմի օրերն էլ մեր օրերն էլ ասում են չէ՞ որ աշխարհի վերջը ալներ Արտուր ջան ուրեմն Տեր Հիսուսը նախապես
Մատթեոս ավետարանում գրված է 24-րդ գլխում, նախապես ասեց իր աշակերտներին եւ իր հետևորդներին։ Ոչ միայն այդ ժամանակի, այլ բոլոր ապագայի համար, մասնավորապես վերջին ժամանակների համար ասեց, որ զգուշ կացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ Կգանք ասեն այստեղ է Քրիստոս, այնտեղ է սենյակում է, մի խոսքով իսկ ում է ձեռնատու խաբել քրիստոնյաներին, եթե ոչ հակառակորդին։ Եթե ոչ նրան, որ փորձում է մոլորեցնի, շփոթեցնի, եւ գիտեք, երբ որ օրեր են նաեւ կներես, նաեւ հիասթափեցնի։ Ես հենց այդ եմ ուզում ասել։ Երբ որ օրեր է ֆիքսվում, ես գիտեմ, որ դարերի մեջ, ժամանակների մեջ, մասնավորապես մեր ժամանակներում էլի եղել է, որ ինչ որ հատուկ օր, ինչ որ քրիստոնյա, ինչ որ չգիտեմ, ոմն մեկը հրճակել է, որ այսօր է լինելու աշխարհի վերջը, երբ որ մարդիկ լուրջ ընդունում եւ սպասում են, ոմանք վախով, բանով, այդպես հավատալով, երբ որ օրը գալիս անցնում է, ասում են, էս էլ է սուտ։ Եվ դա հուսահատեցնում է ժողովրդին։ Բայց չենք ասում, եթե տներ են ծախում, եթե ինչ-որ բաներ են անում, պատվանդներում մնալ, իհարկե, ես կարծում եմ, սա ձեռնատու է միայն թշնամուն։ Եթե որևէ մեկը օր ասի, ժամանակ ասի, այդ մարդը մեղք է գործում։ Եթե որևէ մեկն ասի ժամն ու ժամանակը, այդ մարդը մեղք է գործում։ Բայց սпасելը Տիրոջը, ցերեկ ու գիշեր միշտ լինել սպասման մեջ, վերջիչոս սա կարծում եմ քրիստոնեական նորմալ ընթացք է։ Անկամ Պողոս առաքյալը, որքան էլ զարմանալի լինի, երբ որ նկարագրում է աշխարհի վերջը, Պողոսը ինքն իրեն է դրա մեջ դրում, ասում է, մենք էլ որ կենթանի ենք, կհափշտակվենք։ Պողոսը, այսինքն ես կարծում եմ առաջին դարից սկսած դեռ անգամ Պողոս այդ ժամանակ գուցե հավատում էր հափշտակությանը, որ ինքն էլ պետք է հափշտակի։ Այլապես ինչու է Պողոսը նկարագրության ժամանակ ասում է մենք էլ որ կենթանի, չի ասում դուք էլ որ կենթանի կլինեք այդ ժամանակ։ Ես կարծում եմ բոլոր ժամանակների մեջ Սուրբ Հոգին լինելով մարդու մեջ, այնպեսի աշխատանք ատան, որ անդադ նրան արթուն ապահով եւ ամեն ժամանակ Եթե ուշադրություն դարձնենք պատմությանը, բոլոր ժամանակների մեջ քրիստոնյաները այսպես են ասել. մենք ապրում ենք աշխարհի վերջին ժամանակներում։ Վերջը հեսաշուտով հափշտակությունը լինելու է։ Ես կարծում եմ Սուրբ Հոգին այդպես մարդկանց միշտ արթուն եւ սթափ ապահովում։ Եվ սա շատ դրական է։ Իմիջիալոց վերջին ժամանակը տևում է արդեն 2000 տարուց ավել։ Ինչի է այդ ձև։ Որոշ քրիստոնյաներ այդ ձևի հարց են տալի, օրինակ Ինչի եք ասում վերջին ժամանակ, ինչի Աստվածաշունչը է ձև ասում, վերջին ժամանակ, որը տևում է այսքան։ Ինչ կարելի ասել։ Համենայն դեպս ժամանակները այնքան արագ են անցնում, Արտուր, այնքան մեծ արագությամբ են անցնում։ Օրինակ հաշվի առնելով, որ արդեն իրականում մենք մոտենում ենք վերջին փուլին, վերջին ժամանակներին, այս առումով, որ Հիսուսի ժամանակներից սկսած, ոչ միայն Հիսուսի, մոտ 6000 տարի աշխարհի վրա փոխադրամիջոցները նույնն է եղել։ Ասենք ձինը, նավերը, նավակագրական կապերը եղել աղավնի միջոցով, այսինքն բոլոր այդ հազարամյակների մեջ չի փոխվել։ Բայց զարմանալիորեն այս վերջին հազարամյակում, մասնավորապես այս վերջի 150 տարվա մեջ, կտրուկ այնպես տեխնիկան սկսեց զարգանալ, արագությամբ մեծ պրոգրես ապրեց, եւ այստեղ պետք է հիշել Տեր Հիսուսի խոսքերը, որ ասեց, որ վերջին ժամանակներին պիտի հաջորդի հետեւյալ իրադարձությունների երկրի վրա, պիտի լինի պատերազմներ, սովեր, մահտարաշամեր, երկրաշարժեր, եւ երբեմն մարդիկ ասում են բոլոր դարերում էլ եղել է, սա ինչ մի հայտնություն է, բայց սրա հաճախականությունը եւ այդ massայականությունը այնքան զորավոր է լինելու, որ մարդիկ այդ բոլորից տեղյակ է լինելու։ Ինչպես կարող էին սրանից 150 տարի առաջ կամ 5000 տարի առաջ մարդիկ իմանային ինչ է կատարում աշխարհի վրա, երբ որ մենք ապրում ենք սահմանափակ ինչ որ մի տարածքում։ Բայց մեր ժամանակների համար դա հնարավոր է, ինչու որտեղ մենք ունենք համացանց ինտերնետ, հեռուստատեսություն, մենք ունենք կապի միջոց եւ այսօր մենք կարող ենք համացանցը միացնելով ամբողջ աշխարհը մեր ձեռքի մեջ տեսենք, թե աշխարհի որևէ ծայրում ինչ իրադարձությունը տեղի ունի։ Ամենանդեպս երկրաշարժը, կռիվը, սովը նույնիսկ, ամեն ինչ մենք իմանում ենք։ Ուրեմն ավելի մոտ է Քրիստոսի գալուստը մեր սերունդի համար, քան այն անցյալ սերունդների համար։ Այս խոսքի հիման վրա եմ ուզում ասել։ Այ ոնց ենք մենք պատկերացնում այդ հաջորդականությունը, այդ փուլերը, ասենք վաղճանաբանության կամ էսխատոլոգիայի փուլերը կամ աշխարհի վերջի փուլերը ոնց ենք պատկերացնում։ Ինչ ա լինելու, հետո ինչ ա լինելու, հետո ինչ ա լինելու ըստ ավետարանի իհարկե։ Արտուր ջան, մեզ բոլորիս հայտնի
կարծում եմ գոնե 3 տարբերակ կա հայտնի տարբերակներից, որ արդի քրիստոնյաները մեկնաբանում եւ ասում են, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է կամ ավելի ճիշտ եկեղեցու հափշտակությունը, ներողություն, եկեղեցու հափշտակությունը լինելու է 7 այդ տարիների, երբ որ պետք է մեկնարկը սկսվի, երբ որ Թշնամին պիտի գա սկսի որպես հակաքրիստոս թագավորի 7 տարվա սկզբից, ոմանք ասում են դա կլինի կեսից, ոմանք ասում են դա լինելու է 7 տարուց հետո, վերջի ժամանակահատվածում է լինելու։ Համենայն դեպս եկեք ընդունենք Արտուր ջան, որ աշխարհի ամենաշատ կարդացված գիրքը եւ հետաքրքրող գիրքը եղել է հայտնության գիրքը։ Այո։ Եվ մեկնաբանությունների առումով նույնպես ամենաշատ մեկնաբանված գիրքը դա հայտնության գիրքն է։ Եվ մարդիկ անգամ ընթերցելուց ասում են շատ բան չենք հասկանում, որտեղ շատ խորհրդավոր, շատ բազմիմաստ բաներ է այնտեղ գրված, որ մարդը չգիտի անգամ հերթականությունը ինչպես է լինելու, եւ դա փաստ է։ Դրա համար եմ ասում, որ երբեմն իրարամերժ մեկնաբանություններ կան, հարց է առաջանում, այս ամենը ունենալով հիմա ինչ անենք, կարդանք հայտնության գիրքը, թե չկարդանք։ Իհարկե կարդանք։ Իհարկե կարդանք։ Հիմա փորձենք որոշակի ընկալել, չէ՞ որ մեզ համար է գրված, չէ՞ որ Աստվածաշունչ է գրված։ Անկախ այն բոլոր տարաձայնություններից, որ կա մեր արդի ժամանակներում, տարբեր մեկնաբանությունների, միևնույն է, դա Աստվածաշունչ է եւ մենք պետք է կարդանք։ Մենք պետք է տեղյակ լինենք։ Այս առումով ես կարծում եմ, որ ըստ իս, որտեվ գիտենք 3 մեկնաբանություններ կա, ըստ իս ես ավելի շատ հակված եմ, թեև ցանկալի է, շատ ցանկալի է, որ 7 տարին երբ որ պիտի սկսվի, հենց 7-ամյակից առաջ անմիջապես եկեղեցու հափշտակությունը լինի իրականություն, ուղղակի ես ավելի հակված եմ մտածել, որ դա կարող է լինել 7-ամյակից հետո, վերջում պետք է լինի, թե ինչու ուղղակի կարող եմ 2 խոսքով ուղղակի իմ կարծիքն ասել, որ դա 7 տարուց առաջ լինի, կեսում լինի, թե 7 տարուց հետո լինի, մեկը Աստված իր եկեղեցին յուրահատուկ ձևով պահելու է։ Իհարկե։ Սրանում գոնե մենք գիտենք, որ եթե ասենք այդ օրինակը վերցնենք Եգիպտոսի օրինակը, Եսեմի երկրում գիտեր իր ժողովրդին պահելը, թեև Եգիպտոսը հարվածներով հարվածվում է, այնտեղ չկար ոչ մի հարված։ Բայց Գեսեմի երկրում այո, իհարկե, Աստված գիտի իրաների պահել, միաժամանակ։ Կամ եթե Նոյի օրինակը վերցնենք, հա, ջրհեղեղը սկսում էր, բայց սենց ասած Աստծո ժողովուրդը տապանի մեջ պաշտպանված մնացած էր։ Հետո ինչ է լինելու։ Այդ եկեղեցին հափշտակվեց։ Այո։ Հաջորդ փուլերը։ Իհարկե հափշտակությունից հետո լինելու է հազարամյակ, մենք այդպես ենք հավատում։ Այ ո՞նց ենք պատկերացնում հազարամյակ։ Իհարկե ամեն մեկս ընթերցելով յուրով Ես ինձ եմ ուզում այդ օրերը լինի։ Ամենայն դեպս ես կարծում եմ, որ եկեղեցին հափշտակված լինելով արդեն Աստծո ներկայության մեջ այն հազարամյակը, որտեղ երկիրը վերջի վերջո անեծքի հետևանքով ընկել է ծանր իրավիճակի մեջ, ինչպես մեկտեղ ասում է, որ ստեղծվածներն անգամ ստեղծվածների երանդալից ակնկալությամբ սպասում են Աստծո որդկանց հայտնության, անգամ երկիրը, բնությունը, կենդանական աշխարհը մեղքի պատճառով իր հավասարակշռությունից դուրս է եկել, որտեղ անգամ երկիրը Աստված արարել էր, որ ջերով պիտի ջրվեր, բայց դարերի մեջ որքան է նա արյունով ջրվել։ Բնականաբար երկիրը, ինչպես Տերն ասեց, պետք է ասու եթե տա փուշ եւ տա տասկ, այս իմաստով ես կարծում եմ, որ երկիրը նույնպես ինքը ծանր կացության մեջ է։ Եվ հազարամյակի ժամանակ թերևս երկիրը կմտի իր հանգստի մեջ, եւ անգամ կենդանական աշխարհը եւ բնությունը ամբողջովին կմտնեն իր հանգստի մեջ, իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, ես կարծում եմ, որ եկեղեցին որպես այդպեսին կլինի երկրի վրա որպես թագավորական քաղաքականություն։ Իհարկե։ Եկեղեցին պետք է գա։ Ոնց պատկերացնենք դա։ Այս նույն պետություններն ա լինելու։ Այո, իհարկե, ես համոզված եմ, որ բնակլիմայական պայմանները ամբողջովին փոխվելու է։ Երկրի վրա։ Այո, երկիրը ուղղակի ամբողջովին այլ կերպ է լինելու, բնությունը թերևս կվերադառնա դրախտային այն տարբերակը, որ Եդեմյան պարտեզում եղել է։ Այսինքն կարանք հետևություն անենք, որ դա որովհետև Հիսուսն է կառավարելու, Հիսուսն է ստեղ լինելու դրա համար։ Երբևիցե երկրի վրա չի եղել մի թագավոր, որ ինքը կատարյալ ձևով թագավորի երկրի վրա։ Անկամ Սողոմոնի իմաստունը, լինելով աշխարհի ամենաիմաստուն անձնավորությունը, այդ մարդ անգամ, երբ որ արդեն մահացել գնացել էր, ապա ծերերը նրա որդուն ասեցին, որ հայրդ մեզ նեղությունով շատ նեղություններ ա տվել,
քո հայրը մեզ։ Այսինքն թեև սկզբնական շրջանում լավ էր թագավորում, հետո խնդիրներ առաջացավ։ Չի եղել մի թագավոր, որ երկրի վրա կատարյալ մաքուր թագավորի, որովհետև այդ միակ թագավորը պետք է Հիսուս Քրիստոսը։ Նա պիտի թագավորի կատարյալ թագավորություն ունենալի երկրի վրա։ Վերջապես երկիրը պիտի հասկանա եւ տեսնի այն թագավորին, որին սпасել է։ Եվ այս իմաստով անգամ ճարտարապետությունն է փոխվելու, շինարարության ձևերն է փոխվելու։ Ես չգիտեմ, կարող եմ միայն երևակայել։ Իրոք հետաքրքիր է, ես անկեղծ, ես միշտ մտածում եմ այդ մասին։ Ուզում ես լետորերը մի հատ տենասից ոնց է էլի լինելու։ Այո, բնականաբար չարիքը, բնականաբար հիվանդությունը, ցավը, այս իմաստով, բնականաբար մարդկային կյանքի տևողությունը այլևս երկար է լինելու, երիտասարդ անգամ պատարին անգամ 100 տարեկան է լինելու, մահանալուց եթե մահանա, գուցե այդ մահանան էլ, չգիտեմ, ինչ դեպքում կարող է լինել, ինչ որ մի վթար կամ չգիտեմ։ Այսինքն սատանան կապված է լինելու։ Իհարկե։ Այսինքն կարևոր բան։ Այո, սատանան կապված է լինելու, չարություն գործողը, բայց 1000-ից հետո դարձյալ մի կարճ ժամանակով բաց է թողվել, ինչպես ասում է խոսքը։ Այո, մի հատ էլ բան։ Սատանան կապված է լինելու։ Այսինքն մարդու միտք չի գալու որևէ վատ միտք, չար միտք։ Այ հետարքիրը Արտուր ջան, ես սենց եմ մտածում, այո, շատ բարդ հարցեր ես տալիս, անկեղծ ասած։ Չէ, բայց այո, մարդը մտածում է, էլի ո՞նց է։ Որովհետև մեզ լսելու է մեր հանդիսատես եւ ամեն մարդ ունի իր անձնական կարծիքը, բայց իհարկե նա որ դրսից պիտի բերի այդ մտքերը, որտեղ մենք պետք է փաստ ընդունենք, որ մենք երբեմն գտնվում ենք մտքի հարձակման տակ եւ ինչպես Եփեսացիս թղթեղինակն ասում, որ նա ուղարկում է կրակոտ նետեր, կրակոտ, այսինքն գեհենից վառված այդ նետեր ուղարկում է որպեսզի մեզ ապականի։ Դա համար մենք հավատքի վահանով ջղայնության, չարության, նենգության կան մտքեր, որ սատանայից է, կան մտքեր, որ մարդկային մտքեր են եւ կան մտքեր, որ Աստծուց են։ Այո։ Մենք պետք է ընդունենք այս փաստը։ Երբ որ այլևս սատանայից եկող մտքերը չկա, չեմ կարծում, որ մարդկային մտքերը դեռ չեն գործելու։ Չեմ կարծում, որ այս իմաստով մանավանդ չվերափոխված մարդու միտք, չվերստին ծնված, որտեվ երկրի վրա ովքեր են լինելու մարդիկ, այդ հազարամյայի ժամանակ որ մարդիկ են ապրելու այդտեղ։ Մարդիկ, որ ոչ բոլորն են, բոլորը վերստին ծնված չեն։ Եթե մահը լինելու է դեռ 100 տարեկանում գրված է, որ պիտի պատանի կամ երիտասարդը մահանա, ես գիտես ինչ եմ մտածում։ Թերևս դու ինչ ես կարծում, քեզ հարցնա, որպես հրյայի պես հարցին հարցով պատասխանեմ։ Ինչ ես կարծում, մեղանչական բնությունը մարդու հազարամյակի մեջ այդ մարդկանց մեղանչական բնությունը իրանցից կատարելապես վերցված է լինելու։ Ոչ, իհարկե ոչ։ Եթե ըստից ոչ։ Եթե ոչ, միևնույն է նա կատարյալ չի, թեև հազարամյակի մեջ է լինելու, եթե կա մահ, որ պետք է մեռնի, սա խոսում է հենց դրա մասին։ Այսինքն թեև չկա բերողը, միտք բերողը, բայց մարդը ինքը կարա էլ ինչ որ բաներ մտածի, սխալ բաներ մտածի, թերևս ինչ որ բաներ։ Իհարկե։ Բայց այն օրտությունը, որ պետք է տիրի, դա բացառիկ է լինելու հազարամյակի մեջ։ Ես էլ եմ ճիշտ ասած այդպես մտածում, որ արդյոք մարդու մեղանչական բնությունը մարդը ամբողջովին կատարելապես ազատված է լինելու, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Դա կլինի, երբ որ մենք երկնքում վերջնականապես Տիրոջ հետ լինենք այդ ժամանակ, բայց ոչ։ Անկամ այս փաստը պետք է ընդունենք Հիսուս Քրիստոսը մեզ փրկելով երկրի վրա, մեզ իր որդիները դարձնելով, Աստծո զավակ դարձնելով, մեզ արդարացնելով հանդերձ, անգամ Արտուր ջան, մենք ունենք մեր մեջ դեռ մեղանչական բնությունը։ Այլապես մեր մարմինը չի հիվանդանա, մեր մարմինը չի տկարանա, սա մեղքի հետևանք։ Այլապես մենք չենք մեղանչի։ Այլապես մեր մեջ կլիներ միայն մեկ բնություն, միայն կյանքի հոգու օրենքը, միայն դա կլիներ, բայց որովհետև կա մեղքի մահվան օրենք, որի դեմ պիտի պայքարենք, հոգով գնանք մարմնի գործերը չանենք, նշանակում է պատերազմ կա դեռ, կա։ Հələ եթե մեր մեջ կա։ Եթե դա եկեղեցին է, որ պիտի հափշտակվի, այն մնացածը հազարամյակի, որ պիտի մնան, դրանք եկեղեցին չեն։ Եկեղեցին չեն։ Այդ ժամանակ ոչխարը այծից պետքա բաժանվի եւ այլն ըստ։ Մենք այդպես ենք հասկանում, որ ի սկզբանե
Աստված երբ որ ստեղծեց երկինքն ու երկիրը, մինչև մարդու մեղանչելը, երկիրը եղել է իր ներդաշնակության մեջ, բնականաբար հարմոնիայի մեջ։ Այո, միանշանակ կատարյալ ներդաշնակության մեջ է եղել, որ գազանը մեկը մեկին չի հոշոտել, մարդն անգամ միշտ չի կերել, վերջապես կենդանիները իրար չեն հոշոտել, այլ ներդաշնակությունը տիրել է։ Եվ այն ինչ որ կա այդ անոմալի երևույթները բնականաբար դա մեղքի հետևանք։ Մեղքի հետևանք։ Ցավոք սրտի։ Ավելի շատ պարզ հարց եմ, որտեղ ասենք միշտ չի կերել, հիմի որոշ քրիստոնյաներ կարող է զգան, որ այլևս միս ուտելը մեկն ասում էր ամենամեծ օրհնությունը, որ մեր Ադամ հայր կարել է, այնա որ մենք միս ենք ուտում, գոնե մեղքից հետո դա մեզ օգուտ մնաց։ Դե հումոր է իհարկե դա։ Ու իհարկե հումոր է։ Ու մի հատ էլ երկնքում միս ուտելու ենք մենք։ Խնդրում եմ դրական ձեր պատասխանը էլի։ Վայ Արտուր ջան։ Երկնքի արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ։ Եթե մենք խոսում ենք նյութական կերակուրի մասին, նկատի ունենք մենք երկնքում ինչ որ հիմա ուտում ենք, մենք ֆիզիկական մարմնի մեջ ենք, հետեւաբար մարմինը պահանջում է կերակուր։ Եթե մենք այդ իմաստով ենք ուզում կիրառել, որ գնանք այնտեղ ինչ որ կերակուր, ասենք ֆիզիկական, բնականաբար արքայության մեջ ուտելիք եւ խմելիք որպես այդպեսին չի երկնքի արքայությունը։ Ուրախություն, ցնծություն, Սուրբ Հոգով լցված։ Այսինքն ավելի մենք հասկանում ենք։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց նոր գինիք խմեմ այնտեղ իրար հետ եւ այլ կամ հաց, այդ ոնց ենք բա։ Կա ֆիզիկական մարմին, նյութական ֆիզիկական մարմին, կա հոգեվոր մարմին։ Այո, մենք ունենալու ենք հոգեվոր մարմին։ Մենք ունենալու ենք հոգեվոր մարմին։ Եթե դու ուզում ես, ցանկանում ես անպայման միս ուտես, դու կպատրաստես այնտեղ, ինձ կհրավիրես անպայման կգամ Արտուր ջան։ Չէ, ուղղակի ես մտածում եմ մեր եկեղեցում կան մարդիկ, որ առանց մսի չեն կարող։ Դե մեկ ուրիշ տեղ ասում Ես խնդիր չունեմ։ Մեկ ուրիշ տեղ ասում է հրեշտակների կերակուր կերան, հա, մանանայի իմաստով է ասում։ Տեր Հիսուս իհարկե ասեց, այստեղ չեմ խմի, նոր այնտեղ կխմեմ։ Հիմա թե ինչ իմաստով է դա կիրառվում, Իհարկե, այո։ Դժվարանում ենք ասել։ Չենք կարող։ Ինչպես մեկ ուրիշ տեղ ասում են, մենք հիմա Աստծո որդիներ ենք։ Այս բանը դա փաստ է։ Այո։ Բայց թե հետո ինչ ենք լինելու, Պողոսն է ասում, ամենաշնորհաշատ առաքյալը, ամենաշատ հայտնություններ ստացած առաքյալը, դրախ գնացած եկած առաքյալը։ Հետո ինչ ենք լինելու, չգիտենք։ Բայց մի բան հաստատ գիտենք, երբ որ նա կգա, մենք նրա պես կլինենք։ Այո։ Գոնե այս մեկնաբանությունը սահմանում տալիս է, իսկ ինչ է նշանակում նրա նման կլինենք, ով կարա ասի ինչ է նշանակում սա։ Նրա նման, իսկ նա ով է։ Հիսուսն Աստված է։ Ինչ է նշանակում նրա նման լինել։ Ես դե վախենում եմ ինչ որ բան ասեմ, բայց շատ լավ բան է ասում, դրական իմաստով։ Լավ բաներ կա։ Լավ իմաստով է ասում։ Այո։ Այսինքն Ավելին քան ուտելիք դու խմելիքը։ Ես բարես։ Համել եկեք սես մի հատ նայենք։ Երբ որ դու մի հատ լավ կերակուր ես ուտում, օրինակ Իսահակը կերավ կերակուրը, սրտանց օրհնեց էլի։ Հա։ Համե ասենք մենք լավ կերակուր ենք ուտում, ասես հաճույք ենք ունենում, կամ ասես մենք լավ ենք զգում։ Համե ինչ տարբերություն, այդ ինչ է վայելում, դա նյութական է թե հոգևոր է, նույն ձև կարաս վայելես երկնքում։ Իհարկե, իհարկե։ Իդեպ մի բան էլ ասեմ, ես ու կինս դե զրուցում ենք իրար հետ, էլ ամուսիններ ենք։ Ասում եմ, այ կնիկ, երբ որ գնանք երկինք, ասում եմ, բա ոնց է լինելու, մենք իրար ճանաչելու ենք, բան ասում, բա իհարկե ճանաչելու ենք իրար։ Ոնց կարող իրար չճանաչենք։ Իրար ճանաչելու ենք, անգամ իմանալու, որ դու իմ կին ես եղել երկրի վրա։ Դու իմանալու ես, որ ես քո ամուսինն եմ եղել։ Բայց մենք բազմանալու իմաստով, այն հոգևոր մարմինը, որ կա, այլևս բազմանալու ընթացք չի լինելու։ Նորից աճել, բազմանալ չկա այլևս։ Բայց մենք իրար ճանաչելու ենք եւ ես քեզ սիրելու եմ, հարգելու եմ, պատվելու եմ եւ ես համար ուրախ եմ։ Աստորեն Հավիտյան է դա, էլի։ Մենք էլ մտածում ենք դա միջև մահն է։ Մեկն ասում է, բա ոնց կլի, որ կիրս չլի, ես տղամարդը չլինեմ, այն մարդ երկնքում ավելի մեծ օրհնություններ կա, քան այն երկրավոր միանշանակ։ Այդ ինչի մասին մենք խոսում ենք, ավելին կա։ Ուղղակի մարդկային մտքից վեր այնքան լավ բաներ է պահված երկնքի։ Բայց Աստված մեզ արդեն այստեղ ճաշակելու լավ բան է տվել։ Իհարկե։ Երկրպագությունը։ Իհարկե։ Երբ որ մենք Տիրոջ ներկայության մեջ ենք, այդ վայելքը ինչի հետ մենք կարանք համատենք։ Միանշանակ համաձայն։ Դա երկնքի կտոր է, երկնքից ինչ որ այո։ Երկնքի օրհնության համը առել ենք, Սուրբ Հոգու պարգևը առել ենք։ Հանդերձյալ կյանքից տեղյակ ենք։ Մեզ մնում է հավատարիմ մնանք մինչև վերջ։ Կվերադառնանք դրան։ Այո։ Հազարամյա թագավորություն
Դրանից հետո ինչ ալնելու այդ վերջը։ Աստվածաշունչն ասում է, որ հազարամյա թագավորությունից հետո կարճ ժամանակ հետո ուրեմն սատանան բաց է թողվելու դարձյալ ազգերին փորձելու համար։ Ճիշտ ասած, չեմ կարող ասել, թե ինչու է Աստված այդպես սահմանել, բայց ես կարծում եմ գոնե մոտորապես, երբ որ մաղի վրա բան ես մաղում, մեկ անգամից մաղելով ահագին դատարկվում է, կեղտը մնում է, երկրորդ անգամից նպատակը ավելի կատարելագործել, սրբագործել, այն ինչ որ դու ուզում ես ստանաս։ Այս իմաստով ես կարծում եմ, որ սա է ուզում Աստված, որովհետև երանելի են նրանք, ովքեր որ եկեղեցու մեջ են եւ հափշտակվել են եւ Տիրոջ ներկայության մեջ են։ Չի բացառվում, որ հետո կլինեն մարդիկ, որոնք գուցե հազարամյակից հետո այդ ընթացքում որ կդառնան Տիրոջը, բայց իմիջիոնից այդ հարցնել է մարդկանց մոտ։ Ես վստահ եմ մեր հերոստատիտողների, բալա իմաստ այդ հազարամյա կամ ուրիշ ժամանակվա երկրի վրա իմաստը ո՞րն է, եթե մարդ չի փրկվելու։ Ես մտածում եմ փրկվելու են։ Ես էլ եմ կարծում, իհարկե որ փրկվելու է, որովհետև հնարավորություն ա լինելու։ Երբ որ Սուրբ Հոգին վերցվեց, այդ օրվանից կարելի է էջը փակել։ Երբ որ Սուրբ Հոգին երկրից վերցվեց, եթե տեսանք միտեղ ընթերցեցինք, որ այլևս այնտեղ չի, ուրեմն փակվեց էջը, այլևս փրկություն գոյություն չունի։ Բայց քանի դեռ Աստծո Հոգին գործում է, ուրեմն փրկության հույս կա։ Որոշներն ասում են, երբ որ եկեղեցին հափշտակվեց, Սուրբ Հոգին էլ է գնալու։ Բայց դա Սուրբ Հոգին հափշտակելու է, տանելու եկեղեցին, իհարկե հազարամյակի ժամանակ միթե Աստծո թագավորության ժամանակ Սուրբ Հոգին չի լինելու։ Եկեղեցի եթե հափշտակված է արդեն, այդ հազարամյակում թագավորություն, եթե ոչ Աստծո թագավորություն է, միթե Հոգին այնտեղ չի լինելու։ Համենայն դեպս մի քիչ ես ու դու համեստության դիրքից պետք է հանդես գանք, դու շատ համեստ եղբայր ես, երբեմն բաներ կա, որ խորանալը լավ տեղ չի տանի, ոչ թե նա համար որ չենք ուզում խորանալ, որտեղ բաներ կա, որ երբեմն մեր մտքի արգասիքը մենակ տալը ճիշտ չէ։ Այլ ուղղակի ինչ որ չափով սահմանափակենք, այո։ Ուրեմն սատանան ազատ արձակվելու, հետո սպիտակ գահի դատը արձակվելուց հետո բնականաբար թագավորությունների զարմանալիորեն շատ արագությամբ կարողանալու է դարձյալ խաբել, համոզել, ինքն էլ պետություններ, թագավորություններ, ես չգիտեմ ինչ արագությամբ է դանելու, շատ արագությամբ, բայց ոնց էլ այդ բայց ոնց որ դե կարճ ժամանակ է լինել։ Շատ կարճ, բայց ոնց է կարողանալու, ինչպես են խաբեբանա հետևելու նրան եւ նրանք դարձյալ գալու են Երուսաղեմի վրա։ Հիմնականում թիրախը միշտ Երուսաղեմն է, որտեղ սատանայի բարկությունը, նպատակն է, ինչ կա կապված Աստծո հետ, ինչ կապված կա Հիսուսի հետ, այդ ամենը ոչնչացնի, որտեղ գիտի կարճ քիչ ժամանակ է մնացել։ Այս իմաստով երբ որ կգա հենց այդտեղ էլ դարձյալ Արմագեդոնի դաշտավայրում, ոնց որ Արմագեդոնը երկու անգամ է կրկնվում, մեկը հազարամյակից առաջ, մեկը հազարամյակից հետո, այդ ժամանակ արդեն կլինի վերջ աշխարհի։ Բնականաբար նա պիտի գա, ինչպես հայտության թղթում գրված է, նա պիտի նստի իր սպիտակ գահին եւ պիտի հավաքվեն, ասում է, երկիրը նրա երեսից պիտի մի կողմ փախչի, ազգերը, ժողովուրդները մեծ ու պստիկ, պիտի ծով իր մեռելը տա, դժոխք իր մեռելները պիտի տա, գրքեր պիտի բացվեն, ուրիշ գրքեր, կյանքի գիրքը, եւ ում անունը որ գրված չեղավ այդ գրքի մեջ, նա մնացածի հետ միասին պետք է գծվի ծծումբով կրակել լիճը։ Իսկ ծծումբով կրակել լիճը ի սկզբանե Աստված չի ստեղծել մարդու համար, այլ սատանայի եւ նրա արեշտակների համար։ Փաստորեն մարդը միտված գիտակցաբար մերժելով ասում չկա երրորդ տարբերակ, այսինքն մարդը ասում է ոչ ասուն եմ ընդունում, ոչ սատանա, չկա այդպես բան։ Կամ Աստծո իշխանության տակ ես, նրա ծառան ես, կամ սատանայի ճորտան ես, ուրիշ հնարավորություն չկա։ Եվ մարդը գնում է որտեղ իր տերը, ինքն էլ այնտեղ։ Ցավոք սրտի սա մարդու անձնական որոշումն է։ Ու դրանից հետո նոր երկինք, նոր երկիր, Արտուր ջան, այդպես ասում, հավիտյանս հավիտենից, այլևս ոչ լաց, բոլորս երկինքում, ոչ ցավ, Արտուր ջան, բոլոր հավատացյալները սփափագում են այդ օրվան։ Այո։ Բոլորը սպասում են, թեև գուցե այդքան խոր չեն գիտակցում, հասկանում թե դա ինչ է, բայց որովհետև մի քիչ համ ենք արել երկնքի, ինչպես ասացինք, դες զգացել ենք, էլի մեր քիմքը այդ երկնքի համ, այդ հավիտենության համ արել է,
Եվ ոչ մի մարդ նորմալ մարդ չի ուզում դժոխք գնա, ոչ մի մարդ չի ուզում կորի, ցավ քաշի, բոլորն են ուզում են։ Երանի թե իրականում խոսքով չլիներ, այլ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելով, մարդիկ ընդունեն երկնքի արքայությունը, ոչ միայն իրենք, իրենց կողակիցները, իրենց երեխաները, իրենց սերունդը, բոլորը միասին համատեղ լինեն Աստծո արքայության մեջ, որտեղ այսօր մեր օրերի մեջ եւ Հավիտյանս Հավիտենից Աստված բաց կատարած իր ձեռքերը տարածել է, սիրո ձեռքերը եւ պատրաստ է բոլորին ընդունել։ Նրա արքայությունը այնքան մեծ է, նրա թագավորությունը այնքան մեծ է, Հիսուսն ասես գնում եմ բնակարաններ պատրաստեմ ձեզ համար։ Արտուր այդ ինչ բնակարաններ ա լինելու, եղբայր։ Ինչքան մարդիկ ան տնան կյանքում տուն չեն ունեցել։ Ասում են Հնդկաստանում մարդիկ փողոցում ծնվում են, փողոցում մեծանում են, փողոցում էլ մեռնում են։ Աշխարհում շատ տեղեր կա։ Անկամ հավատացյալներ կան ծանր կացության մեջ ապրում են եւ միշտ կարոտ են ասում են այ մարդ ցես տուն ունենայի հարուստի նայելով ասում է սա տնից ունենայի սենց ապրի եւ Հիսուսը բոլորը ծրի է տալիս ինքը տաներ է կառուցելու Հիսուսն է լինելու ճարտարապետն ու արարիչը աշխարհի վրա ինչ ճարտարապետներ կան ինչ տաներ են կառուցում այսօր մենք Գենտ քաղաքում տեսանք այդ ինչ տաները ասում ենք ապշած ինչ են կառուցել մարդիկ կամ տաճար այդ ինչ տաճար են կառուցել Մարդիկ են բարձր իսկ հիմա Հիսուսն է կառուցել Հիսուս ասես գնում եմ տաներ բնակարաններ եթե պատրաստ չի ասի բայց պատրաստ է գնում եմ անեմ եւ գամ ձեզ տանը ես չգիտեմ ես կարող եմ միայն երևակալ այդ ինչ բնակարաններ է թե Հիսուսը կգա առաջ 7 տարուց առաջ թե քեսին կգա թե վերջին կգա մեծ հաշվող Արտուր ջան ինձ այդքան չի տանջում դա ամենակարևորը ես կլինեմ այնտեղ իր հետ դա Իմ փափագը ես լինեմ նրա հետ եւ ուզում եմ վայելել վերջապես այդ երկնքի արքայությունը որ Աստված պատրաստել է մեզ Այո եւ ամեն Կարելի է ասենց հետեւությունական կարող ֆիքսենք էդի որ դա է քրիստոնեությունը դա է մեր նպատակը դա է մեր վախճանաբանությունը դա է մեր ապոկալիպսիսը դա է մեր ավարտը Աստված դա է տվել որ ինչա սպասում ես դրա համար է ամենեն սես ամեն Եթե Առաքյալն ասում է, եթե մենք մեր հույսը միայն երկրավոր կյանքի վրա ենք դրել, այս երկրավոր կյանքը ողորմած վիճակի ուտենք, խմենք, ապրենք, աղոթենք Տեր Աստված մեզ առողջություն տուր, մեզ հաց տուր, մեզ ջուր տուր, շնորհակալ ենք տվեցիր, եթե մենք սահմանափակված ենք եւ քրիստոնեական իրականությունը պատկերացնում ենք միայն երկրի վրա, այս չափով երկրավոր կյանքի համար, ապա մենք անհավատներից ավելի թշվառ ու ողորմելի ենք։ Ասեմ ավելին, Բելգիայում էլ է ձև։ Եթե Պողոսն ասում է, նշանակում է տենց բան կա։ Այո։ Եվ լինելու է, բայց մենք հավատում ենք հավիտենական արքայության։ Ամեն, այո։ Մենք հավատում ենք, որ սա ժամանակավոր է, ունայնության 70-80 տարին էլ ցավով ու տանջանքով լիքը։ Ինչ է այս երկրավոր կյանքը։ Չէ, հիմա այս 60 տարեկան եմ շուտով լինելու, լավ ինչ է սա։ Միթե սա է կյանքը։ Չէ, սրա համար արժի է ամեն ինչը։ Մենք սրա համար չի որ ասում պաշտում։ Այո։ Մենք հավիտենական Աստծուն ենք հավատում եւ մեր փափագն է որ որտեղ որ մեր Տերն է, մեր Հայրն է, այնտեղ ենք։ Մենք էլ այնտեղ լինենք։ Միանշում ենք։ Հիմա ոնց ասում ենք վերադառնանք այդ հարցին։ Լավ, իմանալով էս ամեն ինչը։ Լավ, ինչ անենք մենք։ Անհանգստանանք, չանհանգստանանք Թե sense խաղաղությամբ լծվենք, ասենք, մեկը փրկված ենք, մեկը, այ ինչ անենք։ Ինչպես կասեր Առաքյալը, ահով ու դողով ձեր փրկությունը գործեցեք։ Ահով ու դողով ինչու, որովհետև գողը ամենուր պատտում է, գողը դեռ կա, իսկ գողը երբ որ գալիս է գողություն անելու, չի գալիս ամենաէժան ու ամենաթեթե բանը տանելու համար։ Գողը գալիս է յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ տանելու ամենաթանկարժեք բանը։ Թանկ բաներն է տանում։ Իսկ իմ եւ քեզ համար, Արտուր ջան, յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենաթանկ բանը դա իր փրկությունն է, իր հավատքն առած։ Այո, այո։ Ու դա սատանան էլ գիտի։ Իհարկե, ամենաթանկարժեքը։ Եվ նրա թիրախը դա է, որ մեզանից մեր հավատքը խլի, որ մենք իր հետ գնանք կորուստ, որտեղ ինքը այդպիսի չար էակա։ Ինքը այդպիսի չար էակա։ Ինքն ուզում որ բոլորը կորցվեն։ Փաշիրը տանի բոլորին։ Եվ այս առումով եղբայր ինչ անենք։ Ինչ պետք է անենք։ Այո։ Ուրեմն ես կարծում եմ հետեւալով ինչ պետք է անենք։ Մենք պետք է ունենանք աղոթքի արթուն կյանք։ Մենք պետք է ունենանք ընթերցանության։ Ոնց որ ունեցել ենք։ Այո, ընթերցան, այո։ Որևէ արտառոց բան
Ինչ որ նոր բան պիտի ասենք, իհարկե նոր բան չկա, գրված է ամրագրված Աստվածաշնչում։ Ընթերցանության կյանք։ Մենք պետք է ունենանք Աստծո հետ հրաշալի հարաբերություն։ Ինչպես Հիսուսն ասեց, Աստված հոգի է, նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ։ Ավելի հաղորդակցությունը մեկս մյուսի հետ, Աստծո հետ եւ մեկս մյուսի հետ։ Հաղորդակցության մեջ մաքրություն ու սրբություն։ Արտուր ջան, իրար հետ հարաբերվելու մեջ ունենանք մաքրություն ու սրբություն։ Մեր խոսքերի մեջ հետին միտք չդնենք, པարզ լինենք, մաքուր լինենք։ Տեր Հիսուս դրա մասին խոսել է, թե ինչ պիտի խոսենք, ինչպես պիտի խոսենք, ինչպես պիտի լսենք։ Իհարկե պետք է խոստովանենք, որ միշտ չէ որ մենք կատարյալ ենք։ Պետք է խոստովանենք, որ երբեմն մենք սայթակում ենք, մեղանչում ենք Տեր մեզ ներիր, բայց աճապարում ենք ապաշխարության։ Այո։ Գալիս ենք, խնդրում ենք, որ Տերը մեզ ների, ողորմի։ Այսինքն, եթե անգամ կեղտոտվում ենք, շտապում ենք դեպի Գողգոթա, որպեսզի մաքրենք։ Մեր կյանքը սա է։ Ինչ պետք է անենք։ Պետք է ապաշխարենք եւ սպասենք Տիրոջը։ Այ մենք ծառայողներ ենք։ Ծառայող մարդիկ են մեզ նայում։ Այո։ Ինչ պետք է անեն իրանք։ Այն ինչ որ ասեցի։ Աղոթել, ընթերցանել, միանշանակ նույն ծառայության մեջ հավատարիմ լինել։ Չաշխատող երկաթը ժանգոտում է։ Հա։ Չաշխատող երկաթը ինքը ժանգոտում է։ Աշխատող երկաթը միշտ փայլուն է։ Այսինքն, եթե մեկը ընթերցանության մեջ է, մեկը աղոթքի կյանք ունի, մեկը ծառայության մեջ է, անպայման, այս բոլորի համադրությունը եւ ծառայության մեջ է, վերջաս, եւ հաղորդակցության մեջ է քրիստոնեական պիտույքներին, քրիստոնեական կյանքին, եկեղեցական պիտույքներին, բնականաբար սա նորմալ քրիստոնեական ընթացք է։ Մի քանի հարցեր էլ կա, այտենց փոքր հարցիկներ էլ կա։ Օրինակ քրիստոնյան միշտ sense մանավանդ ինչի կապված ապագայի հետ sense է մտածում։ Որ հանգարց այդ օրվանից մի րոպե առաջ ես մեղանչեմ կորուստյան եմ գնում, օրինակ եմ ասում։ Ասենք պետքա վերջը լինի, տվյալ մարդու համար վերջը, նույնիսկ կարող է դա ֆիզիկական մահ լինի։ Այդրանից մի րոպե առաջ կամ մի քանի վայրկյան առաջ ինքը մի հատ վատ միտք ընդունեց, մի հատ, բայց հավատարիմ մարդ է։ Ինչ ինքը կորուստ է գնում։ Սուրգիկն ասում է, եթե երեխան քեզանից հաց ուզի, միթե քար կտաս նրան, եթե քեզանից ձու ուզի, միթե օձ կտաս նրան։ Այսինքն դուք որ չար եք, գիտեք ձեր երեխաներին բարի պարգև տալ, ապա որ չափ ձեր հայրը։ Միթե հայրը այդպես է սիրում մեզ, որ այդ վերջի վարքյանին մի հատ սխալ մեղ գործեցին, Սխալ բան։ հա, թեկուզ մեկը Չես ասում մեծ էսի ինչ է։ Եղբայր դե մեղ կա։ Ես այդ իմաստով չեմ ասում, գիտենք որ մեղ կա, բայց միթե Աստված այն բարեխոսը, որ հոր աչքով նստած է, երբ որ այգուտեն ասես բերեք կտրենք 3 տարի պտուղ չի տալի, ասես մի տարի էլի, անի մի տարի էլ Ընդհանրապես պտուղ չէր տալի։ Հա, ընդհանրապես չէր տալի, ստրամ 3 տարի։ Եվ չգիտեմ 4 տարի հետո 4 տարի հետո տվեց թե չտվեց գրաշ չի, կարող 4 տարի տրվեց այդ շանսը։ Շանսը տրվեց իրան։ Միթե այդ Աստվածը, մի տարի տվող Աստվածը մեզ չի տա հնարավորություն, որ վերջի պահին մենք ես այդպեսի պապայի չեմ ճանաչում։ Այո, միանշանակ համաձայն եմ։ Ես վստահ եմ, որ որոշ շատերը չէ, բայց որոշ քրիստոնյաներ այստեղ գայթակղվում են։ Ուրիշ բան, որ մեկը հարատևում է դրա մեջ, ուրիշ բան, որ մեկը ուղակի Աստծուց նահանջ ապրում, Գիտակցաբար թողել, գնալ, դա մասին չի խոսքը։ Եվ անդադ այդ բարեխոսը մեր գերագույն բարեխոսը ասում է, այս տարի էլ, դա մի տարի էլ հեսա, եւ այդ մարդը չի ուզում ապաշխարի։ Չէ, դրա մասին չէր, հա։ Այդ որ ասում ես, Արտուր, դու տենց պապա ունես, ես տենց պապա չունեմ, դու չունես։ Դե ինչի մասին է խոսքը, մեր հայրը միթե տենց չեմ կարծում։ Այո։ Այսինքն քրիստոնյան ծառայող մարդը, Աստծուն նվիրված մարդը ինքը նաև ինչ որտեղ պետքա վստահ լինի, որ հայրը այդ ձևի հայր չի, որ իրան հենց մի հատ բան արեց մի անգամից։ Իհարկե։ Կորուստ ուղարկի։ Այլապես վաղուց մենք պետք է կորցված լինենք։ Մենակ վաղճանաբանության այդ հապշտակության ժամանակ պետք է այդ խնդիրը լինի։ Մեր ամբողջ կյանք հոգևոր կյանքի մեջ հերոստատիտողները թող անկեղծ լինեն յուրաքանչյուրն ասի։ Արդյոք բոլորն են կատարյալ եղել բոլոր կյանքի ընթացքում։ Արդյոք կամա, ակամա, գիտակցված անգիտակից որքան է եղել, որ մեղանչել ենք։ Ավելին անգամ մտածել ենք մեզ թերևս ներում չկա։ Որքան է Տերը մեզ ներել։ Այո։ Հետաքրքիր է, որ բաներ կա մեր կյանքում հոգևոր պարգևներ, որ Աստված մեկ անգամ է տեստվել, մեկ անգամ։ Օրինակ, վերստին ծնունդը մեկ անգամ է։ Այո։ Սուրբ Հոգու մկրտությունը նույնպես մեկ անգամ է, լեցունությունը բազում անգամ։
բայց ապաշխարությունը Աստված մեզ հատով չի տվել։ Պատկերացնում ես, որ ասենք ամեն մարդ որ ապաշխարի, Աստված 50 հատ ապաշխարություն տա, 50 անգամ հնարավորություն։ 50 հատ շանս է քեզ տված։ Կորած կլինի։ 51-րդի ժամանակ կներես Արտուր ջան չենք կարա։ Օրտյալինի տերը, որ չափով չի տվել ապաշխարություն, անկեղծությամբ եմ ասում։ Օրտյալինի տերը։ Դրա համար մեկը որ գիտի թե Աստված իրան ինչ ապաշխարության հնարավորություն է տվել, այդքան տվելա վերջի պահին չի տա Արտուր։ Կտա, իհարկե կտա։ Ինչի մասն է խոսքը։ Շնորհակալ ենք մեր Տերից, որ այդքան բարի է ինքը մեր նկատմամբ։ Նաև աշխարհի վերջի հետ կապված մարդկանց մոտ էս միտք կա։ Միգուցե ես այն չեմ անում, որ Տերը ինձանից ակնկալում է։ Ճիշտ է, նվիրված եմ, հավատարիմ եմ, եկեղեցում եմ, աղոթում եմ, կարդում եմ, բայց ես չգիտեմ, որ Տերը գա, ես կփրկվեմ։ Արտուր ջան, գիտես ինչու է այդ կարծիքները մարդկանց մոտ գալիս։ Ուղղակի մասնական կարծիքն եմ ասում։ Այո, մենք զրուցում ենք։ Գուցե մեր հանդիսատես համաձայն չլինի ինձ հետ։ Օրինակ տես Պողոս Արաքյալը Տիմոթեոսի թղթում ասում է, որ այն սարգսակները, որոնք իրենց գործը պատշաճ են կատարում, իրենք համարձակություն են ձեռք բերում։ Այո։ Պատկերացրեք ինչա։ Այսինքն, երբ որ մարդը իր ծառայության մեջ նվիրված է եւ անում է այն ինչ որ պետք է անի, ինքը դրանից ավելի համարձակություն է ձեռք բերում Տիրոջ առաջ գալու։ Ինքը իրան լավ ասում Տիրոջ առաջ։ Համարձակ է, ոչ թե վախկոտ։ Իսկ եթե տվյալ ծառայողը իր ծառայությունը պատշաճ չի կատարում, գիտի որ պետք է անի, բայց թե չի անում, ինքը վախի մեջ անգնում։ Համարձակ չի դառնում։ Դե գրած է կատարյալ եղեք, որտեվ Աստված կատարյալ է։ Այդտեղ շատերը սայթակում են։ Ես, հա, դու մարդը ասում ինքը կատարյալ չի կարա։ Ինձ թվում է մարդ երբ որ սկսում է Տիրոջը մոտենալ ծառայել, վերջապես անել Տիրոջ կամքը, ինքը դրանից ավելի համարձակ է եւ թերևս այդ վատ կարծիքները փարատվում է իրանից։ Այո։ Ինքը գիտի որ ճիշտ է որ Աստված ողորմած է, փրկությունը երբեմն այդ բայրի չի կապված, Աստված ողորմած է կա փրկի, բայց մարդը հասկանում է որ ինչի է վազգում, որտեղ բաներ կար պիտի աներ չի արել, ախր գիտի դեր ինչի համար կանչել, բայց չի արել, եւ այս բոլորի համադրությունը կուտակումը բերում է նրան, որ ինքը համարձակ չի դառնում, անգամ դավանության մեջ, սա այդ նահանջից է գալիս։ Ավելին ասեմ, լսել եմ տարբեր հովներ իրանց կյանքի վերջում, օրինակներից մեկն ասեմ, էլի օրինակներ կա, բայց մեկն ասեմ, օրինակ Դեվիդ Վիլկերսոնը պատմել իր հայրն էլ ա եղել հովիվ, իրանք սերունդներ հովներ եղել, ասում էր իմ հայրը արդեն իր կյանքի վերջում կասկածում էր ինքը կփրկվի թե չէ։ Ինչի։ Ոչ թե որ ինքը ասում էր, ոչ թե որ իմ հայրը սխալ կյանքով էր ապրում, ոչ, նվիրված, ուղղակի այ կարայ էս անեի չեմ արել, այ միգուցե, այսինքն այդ գիտակցությունը, որ այս Հիսուսի առաջ եմ կանգնելու, սա լուրջ բան է, ու մարդը մտածում է ամեն ինչ ճիշտ եմ արել, միգուցե տեղ կա ես էլի ապաշխարեմ։ Այսրան ինչ կասենք։ Այ Արտուր ջան, ես այդ որ ասեցիք սպիտակ գահին պիտի նստի եւ բոլոր ժողովուրդները պիտի կանգնեն իր առաջ, ես պատկերացնում եմ հանկարծ եթե այստեղ լինեմ, կանգնած ուղակի պահի տակ այդ գիրքը պիտի բացվի կյանքի անունս գրված է թե գրված չի, հələ դե տեսարանը պատկերացնենք։ Ես վախենում եմ։ Իսկ հիմա մոմի պես կհալվենք մենք։ Հիմա գուցե մեկը մի հանդիսատեսների ջայներ երիտասարդներ ասեն, արեսի չեն խոսում, այս մարդիկ հովի մարդիկ են, կասկածում են են անում, կա 3000 ներողություն, գուցե մարդ ինչքան մեծանում է, մեր Ռուբիկ աղբորը հիշեցի, Թումանյան Ռուբիկ աղբորը ասում էր, երբ որ երիտասարդ էինք, երիտասարդի ամեն ինչ գիտեի, ամեն հարցի պատասխանը տալիս է, երբ որ ասում մեծացա, բայց դա ճշմարտություն է։ Մեծացա զգացի որ շատ բան չգիտեմ, իսկի բանը չեմ անում։ Ամենադեպս երբ որ գալիս է այդ պահը, դու զգում ես քիչ։ Որ հեսա կենթանի Հիսուս Քրիստոսի դեմ ես կանգնելու։ Հա, Արտուր ջան։ Բայց իսկ այդ դեպքում էլ մենք պետքա հոր որդու այդ հարաբերությունը Միանշանակ համաձայն եմ, բայց ապրումներ է գալիս քո մեջ։ Վերջը մարդ ես, ասում ես, հա, իրականում ամեն բան տեղին է, չի կարող մի բան այնպես չի, որտեվ ամբողջ կյանքդ ապրել ես այդ բարի համար, ախպեր։ Իմը հեշտ է, ասենք քո պարագայում դու պետք է մի հատ մազերը դզես, իմը չկա դες բան, հա։ Իմը գոնե սաղարտախիտ մազեր ունեմ, ի տարբերություն քեզ։ Ես դες խնդրում եմ։ Արտուր ջան։ Ապագան աշխարհի վերջը, այս մեր քննարկած թեման իրոք շատ կարևոր է,
համ դա մեր փափագն է, բայց նաև մենք պետքա չլինենք կասկածող, տարակուսանքի մեջ մտնող, պետքա վստահ լինենք, որ Տերը մեզ փրկել է։ Եթե մենք վստահ չլինենք, ժողովուրդը ընդհանրապես վստահ չի լինի։ Եթե մենք վստահ չլինենք Տիրոջ վրա, Արտուր ջան, մարդիկ ինչ են քարոզելու, ինչ են խորհուրդ տալու։ Անկամ որ քարոզենք վստահություն, վստահ չլինելով վստահություն քարոզենք։ Դա երևալու է, դա երևալու է։ Ժողովուրդը լավ է զգալու է, որ ընդհանրապես վստահ չես դու դրա վրա։ Այո։ Չէ, իհարկե, միանշանակ։ Ուղղակի զուտ այդ պահը, որ ասեցի, Տիրոջ առաջ պետք է կանգնենք, գնալու պահը։ Ու դա մի հատ դեպքը չի։ Էլեն մարդիկ պատմում որ հովը վերջի պահերին ասում էր վերջը կատարյալ Աստծո դեմ ես կանգնում, բայց մենք պիտի չմոռանանք, որ հարց յուրաքանչյուր մարդու էլ լուրջ պատկերացնի, որ հիմա ինքը գնալու է քիչ։ Հա, այս պահին մնացել է մի քանի րոպե կամ մի ժամ։ Ինք ինչ ապրում կունենա, հետաքրքիր է։ Չեմ կարծում, ասենք, թե կամ սուրճ մի հատ խմի, ես մտածում եմ, որ մարդը իրականում լուրջ պիտի հասկանա, հիմա գնում եմ, մի բան ոչինչ։ Ինչ է նշանակում պատրաստ լինել այդ պահին։ Մենք ասեցինք, իհարկե, շատ բաներ ասեցինք, աղոթել ես, հալավ այդ վերջի պահին մենք ոչ ենք սկսելու աղոթել Աստվածաշունչ կարդալ։ Կարծում եմ մեր իրականության մեջ, երբ որ ասենք պատրաստ լինել, առաջի բան հասկանում ենք, որ մեր կյանքի մեջ մեղք չլինի։ Մեղքի մեջ չապրենք։ Մեղքի մեջ մեղք այդ պահին մեր կյանքում չլինի եւ ոչ միայն այդ, այլ մեր խնդիրները, որ մարդկանց հետ չենք լուծել, եթե կան դրանք, շտապենք այդ խնդիրները լուծենք։ Այդպեսի մենք ունեցել ենք ավագ եղբայրներ հոգեգալստական եկեղեցում, որոնք շատ շատերին պատժել են, նշանակել են եկեղեցական պատիժներ, իսկ հետո երբ որ եկել է իրանց արդեն ծերությունը, հիվանդությունը, որ պետք է գնան, կարճ ժամանակ մնացել, գնացել են, պատտվել են աշխարհի տարբեր ծայրերով, հանդիպել են այդ մարդկանց, հաշտվել են, գրկել են, ողջագուրվել են, ներել են իրար, հետո եկել այս մարդու գնացել է դեպի Տերը։ Հիանալի բան է, էլի։ Այսպես իրականություն էլ ենք ունեցել։ Այո։ Այսքանով, սիրելի հեռուստադիտողներ, կեզրափակենք մեր զրույցը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ հաստատ երևի ձեր մոտ հարցեր կլինի։ Իհարկե դուք կարող եք այդ հարցերը ձեր տեղական եկեղեցիներում էլ տակ, լսեք, բայց նաև կարող եք մեզ էլ գրեք։ Մենք եթե հարցեր լինի, մենք կարող ենք ավելի ընդլայնենք, խորանանք որոշակի ինչ-որ ատրիբուտների կամ որոշակի բաների վրա։ Եղեք օրհնված, միշտ պատրաստ եղեք ու վստահ եղեք, որ Տերը իրաններին չի թողի, այն ինչ որ սկսեց մեր կյանքում Տեր Հիսուս Քրիստոսը ավարտին կհասցնի։ Տեր օրհնի։